Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, այսօրվա թեմաներն են։ Հայաստան դաշինքն է, մյուսը Սամվել Կարապետյանի։ Սերժ Սարգսյանի հանրապետականը հակադարձում է Ռոբերտ Քոչարյանին, որը ընդդիմությունից միայն իր եւ Սամվել Կարապետյանի ուժերին է տեսնում հաջորդ խորհրդարանում։ Կլինի երրորդ։ Վանեցյան Արտուրի հետ օգնում ենք, որ Արդյոք Արթուր Վանեցյանն ու Սամվել Բաբայանը միասին կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին։ Որն է ամենաարդյունավետ ձևաչափը։ Ապաստան ուզենք մնացած երկրներից Վարդան Ղուկասյանը դիմում է օտարերկրյա դիվանագետների աջակցությանը, իշխանությունը հակադարձում է, թե դրսից տղա բերելու ժամանակներն անցել են։ Մայրաթոռը վաղը քննելու է եկեղեցու վերնախավին քննադատած 3 քահանաների վարքը։ Ֆրանսիայում ներքաղաքական ճգնաժամը գուցե հանգեցնի ոչ միայն արտահերթ խորհրդարանական, այլև նախագահական ընտրությունների։ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հեռակա բանավեճը նոր երանգներ է ստանում։ Նորություն չէ, որ վարչապետին իմպիչմենթի ենթարկելու երրորդ նախագահի նախաձեռնությանը Քոչարյանը խիստ թերահավատ է եւ պատրաստվում է հերթական ընտրություններին։ Երկրորդ նախագահը երեք ավելի հեռուն գնաց կանխատեսելով, որ Սարգսյանի հանրապետականը չի էլ անցնի հաջորդ խորհրդարան։ Ընդամենը 8 ամիս է մնացել մինչև քվեարկությունը, կուսակցություններում արդեն միավորումներից են խոսում։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հիշատակած հարցումները համընկնում են Լուսավոր Հայաստանի անցած ամիս անցկացված հարցումների արդյունքների հետ։ Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինքն ու անազատության մեջ գտնվող միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի ուժը միասին ավելի շատ ձայն են հավաքում, քան Փաշինյանի քաղաքացիական պայմանագիրը։ Մեկը Հայաստան դաշինքն է, մյուսը Սամվել Կարապետյանի ստեղծող կուսակցությունը։ Կլինի երրորդ, ես շատ կուզենամ, որ նաև լինի երրորդ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առաջին երկու տեղերում հայտնված ընդդիմադիր ուժերը, բնականաբար հիմա ես չեմ ուզում կենտրոնանանք, թե որն է առաջինը, Քոչարյանը թե Սամվել Կարապետյանը, բայց երկու խոշոր ընդդիմադիր բևեռները միասին կարողանում են հավաքել այնքան ձայն, որը անցնում է Փաշինյանի ստացած ձայներին։ Ես ուզում եմ ասել, որ նաև Փաշինյանն էլ ունի այդ ուսումնասիրությունները, ինքն էլ գիտի, որ այդպես է լինելու։ Լուսավոր Հայաստանի առաջնորդ Էդմոն Մարուքյանի պնդմամբ, քանի որ Նիկոլ Փաշինյանը նույնպես տեղյակ է, որ երկու ընդդիմադիր ուժերը միասին կարող են իրենից ավելի շատ ձայն հավաքել եւ Գյումրիի ընտրությունների օրինակով իշխանություն վերցնել, ապա հնարավոր է, որ իշխանական լծակները գործի դնելով պարզապես թույլ չտա այս ուժերին մասնակցել ընտրություններին, ԿԸՀ-ում չգրանցելով նրանց։ Այս առումով Մարուքյանը բերում է Մոլդովայի օրինակը, երբ իշխանությունը քվեարկության նախաշեմին արգելեց ընդդիմադիր երկու կուսակցությունների մասնակցությունը, նրանց մեղադրելով Կրեմլի հետ կապերի մեջ։ Այսինքն ոչ թե կեղծիքը հիմա տեղի ունենում ընտրական փուլում, տուփերում, քվեատուփերում, հա, այլ կեղծիքը տեղի ունենում մինչև այդ փուլը։ Այսինքն դուք մտահոգություն ունեք, որ կարող է օրինակ Սամվել Կարապետյանի ուժին չգրանցեն։ Քոչարյանի ուժին էլ կարող է չգրանցեն, ցանկացած խոշոր բևեռի առանձին գնացող կարող են չգրանցել, եթե դուք նայեք մեր ՀԿ սեկտորի որոշ ներկայացուցիչների հարցազրույցներ, ԿՊ падգամավորների, այդ թվում Սփյուռքի մեր հանձնակատարները հարցազրույց տվել, որ Մոլդովայի փորձը պետք է իրենք կիրառեն, մի դեպքում նրանք պնդում են, որ ապօրինի գույքի գործով անցնող ցանկացածին չպետք է թույլ տալ, որ ընտրական process-ին մասնակցի, մյուս դեպքով նրանք պնդում են, որ այն մարդիկ, ովքեր կարող են ըստ իրենց համարվել մարիոնետային ուժ, այլ երկրի քաղաքացիություն ունեցող, օրինակ առաջնորդ ունեն կամ չգիտեմ, նայեք բոլոր եթերներում մի գծով կարմիր թելով անցնում է դա։ Այսինքն իշխանությունը ժողովրդին տրամադրում է, որ իրենք ինչ որ մի X փուլում ընդդիմադիր խոշոր ուժերի չեն գրանցելու։ Հետևաբար Մարուքյանը հորդորում է ընդդիմադիրներին ոչ թե առանձին, այլ միավորված գնալ ընտրություններին, քանի որ մեկ խոշոր ընդդիմադիր ուժին չգրանցելը շատ ավելի բարդ է լինելու եւ կարող է հանգեցնել բողոքի մեծ ալիքի։ Մեծ բևեռին չգրանցելը կարող է բերել արդեն հեղափոխության, իսկ ուղղակի 20 մասնակցող ուժերից մեկին չգրանցելը այդ էֆեկտը կարող է չունենալ։ Եվ պետք է ընդդիմադիր բոլոր ուժերը իրենց ամբիցիաները դնեն մի կողմ եւ խոշորանան եղած բևեռների շրջանակները։ Ճիշտ է, որ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը միասին մասնակցեն օրինակ։ Դա նրանց գործն է, իրանք թող դրա մասին քննարկումներ անեն։ Ես ուղղակի ասում եմ, ես կարծում եմ, որ ճիշտ է, որ Քոչարյանը իր դեմքով չմասնակցի եւ ինքը հայտարարի, որ ինքը չի հավակնում վարչապետի պաշտոնին։
Մինչ ընդդիմադիրները հղումանելով հարցումներին պնդում են, թե ընտրություններից հետո միավորվելով ավելի շատ ձայն կունենան, իշխող ՔՊ-ն առավել քան վստահ է 2026-ի ամռանը բացարձակ մեծամասնություն է ստանալու։ Իդեպ հարցումները, որոնց մասին երեկ խոսեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, դժգոհություններ են առաջացրել ընդդիմադիր դաշտում։ Ապրելու երկիրն օրինակ Քոչարյանին անվանել է իշխանության գլխավոր պորտալար, նշելով, թե վաղուց Քոչարյանի խորհրդարանից դուրս գալու ժամանակն է ՔՊ-ի հետ միասին։ Այսօր ընդդիմադիր քաղաքական դաշտում կան ուժեր, որոնց հետ մենք որևէ համագործակցություն բացառում ենք։ Զարմանալի կլիներ, որ նախագահ Քոչարյանը սկսեր քարոզել հանրապետականի հետ կապված։ Հանրապետականի խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի համոզմամբ Ռոբերտ Քոչարյանի այս հայտարարության պատճառն այն է, որ ՀՀԿ-ն այս պահին չի զբաղվում ընտրությունների նախապատրաստական աշխատանքներով։ Իրենց օրակարգում նման հարց չկա, նույնիսկ քննարկում էլ չի եղել, քանի որ ՀՀԿ-ի համոզմամբ իշխանափոխության պետք է հասնել մինչև 2026-ի ամռանը կայանալիք ընտրությունները։ Իդեպ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Քոչարյանի ասուլիսից ժամեր անց հայտարարեց, իրենք այլ գործով են զբաղված, հաջողություն մաղթելով ընտրություններին մասնակցելու որոշում կայացրած ուժերին։ Մենք որոշում չունենք, մենք զբաղված ենք այլ գործով, երբ որ դրա ժամանակը մեր կարծիքով կգա, մենք որոշում կայացնենք։ Գործը, որով զբաղված է Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականը, Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացն է։ Impeachment, այդ իմ սիրած թեման է։ Իմ սիրած թեման։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը ավելի վաղ անիրատեսական էր համարել Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելը, քանի որ դրա համար պարզապես բավարար թվով պատգամավորների ձայներ չկան, երեկ վերահաստատեց, չի փոխել իր դիրքորոշումը, թեև նրա առաջնորդած Հայաստան դաշինքը հայտարարեց, որ միանում է գործընթացին։ Impeachment-ի հիմքերը կան, ուղղակի ձայները չկան։ Եվ մինչ այսօր ես որևէ ինֆորմացիա չունեմ, թե impeachment-ի համար անհրաժեշտ ձայները impeachment-ի նախաձեռնողները այսօր ունեն։ Ես այդ ինֆորմացիան չունեմ։ Սպասում ենք։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հեռակա պատասխանեց Քոչարյանին։ Ուզում եմ ասել, որ նախաձեռնողները մենք չենք եղել, մենք եղել ենք պաշտպանողները։ Փողոցի գեներացիայի մասին անպայման դրանք հերթով լինելու են։ Այս փուլը չեզոք, այսպես ասեմ, պատգամավորներին համոզելն է, որպեսզի նրանք միանան impeachment-ի գործընթացին։ Քոչարյանի ժամկետը որն է։ Օրինակ ինձ համար, եթե փետրվար ամսին սկսեն շարունակել խոսալ impeachment-ի մասին, ես անլուրջ կհամարեմ։ Իսկապես անլուրջ կհամարեմ, որովհետև 2 ամսից հետո սկսելու են ակտիվ ընտրական գործընթացներ։ Օրինակ ինձ համար ողջամիտ ժամկետը մինչև այս տարվա վերջն է։ Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության պարլամենտական խմբակցության վրա ժամկետ ոչ մեկ դնել չի կարող։ Արթուր Վանեցյանի հետ քաղաքական համագործակցության մասին Սամվել Բաբայանի հայտարարությունն էլ երեկ արագ տարածվեց, ընդհանուր ինչ ունեն այս երկու գործիչները գեներալի ուսադիրներից բացի։ Վանեցյանի հայրենիք կուսակցությունը շտապել է պարզաբանել, խոսքն առայժմ միայն Էջմիածնի քաղաքապետի ընտրությունների մասին է, Բաբայանը սատարելու է իրենց թեկնածուին, իսկ խորհրդարանական ընտրությունների հարցը դեռ չեն քննարկել։ Մենք իրար հետ ճանապարհ գնալու Էջմիածնի ընտրությունների արդյունքներից ելնելով ենք որոշում կայացնելու։ Այսինքն հացարակությունը այդ համագործակցությունը ընդունես, չընդունես։ Պարոն Բաբայան, բայց ձեր հայտարարությունից ստացվում է, որ այնուհանդերձ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կա որոշակի քննարկում միասին մասնակցելու Վանեցյանի հետ։ Ոչ, որևէ նման բան չկա, կա խնդիր, որ մեր համագործակցությունը Էջմիածնում կորոշի մեր հետագա անելիքները։ Բերեք սենց ձևակերպենք ու դրանով կանգ առնենք, չխորանանք։ Բայց եթե հետագա անելիքներից եք խոսում, ուրեմն քննարկում ունենում եք Վանեցյանի կուսակցության հետ։ Ես Վանեցյանի հետ եմ հանդիպում, խոսում, կուսակցության անդամների հետ ես նման հարցեր չեմ քննարկել, չեմ խոսել, տեղյակ չեմ, ես ասեցի այն ինչ որ խոսել։ Իսկ Վանեցյանի հետ ինչ եք խոսում։ Էջմիածնում համագործակցում ենք, ես օգնում եմ իր կուսակցության այդ տեխնացուին ու վերջ։ Դրանից հետո արդյունքները կունենանք, կնստենք խոսենք։ Եթե հիմա օրինակ ստացվի ձեր այս համագործակցությունը, օրինակ դուք բացառում եք, որ սա կտարածվի նաև խորհրդարանական ընտրությունների վրա եւ այդ համագործակցությունը այնտեղ էլ կկայանա։ Նայեք, ես նորից չեմ պատասխանի ձեր հարցին ասելով, ես չեմ բացառում եւ շարունակություն, որպեսզի
դա էլ չդառնա հերթական վերնագիրը եւ ստացվի, որ մենք որևէ ակնարկ ենք անում միասին գնալու խորհրդարանական ընտրությունների, քանի որ այդպիսի բան չկա, այդպիսի իրականություն չկա։ Նույն հարցը դուք կարող եք տալ նաեւ տասնյակ այլ անձանց վերաբերյալ, ում հետ մենք կամ տեղական մակարդակում համագործակցել ենք կամ այս վաղարշապատում են մեզ աջակցում, բայց դրանք տարբեր մակարդակներ են, տարբեր քաղաքական լիգաներ են։ Այս պահի դրությամբ գործում է կուսակցության նախագահ Վանեցյանի այն հայտարարությունը, որ հայրենիք կուսակցությանը պատրաստվում է առանձին մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց չբացառելով կոնսուլտացիաները քաղաքական ուժերի հետ եւ հասկանալու որն է ամենաարդյունավետ ձևաչափը։ Վարդան Ղուկասյանը դիմում է օտարերկրյա դեսպանների աջակցությանը։ Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետը համոզված է, որ իշխանությունները հաշվեհարդարի են պատրաստվում։ Քաղաքացիական պայմանագրից արձագանքում են, թե Հայաստանը օրենքի երկիր է, դրսից մարդ բերելու Ղուկասյանի իմացած ձևերն այլևս չեն գործում։ Գյումրիի քաղաքապետի շուրջ կրքերը կրկին թեժացան, երբ վարչապետը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց նրան քաղաքական կյանքից դուրս շպրտելու մասին։ Գյումրիի ընդդիմադիր համայնքապետին առաջադրած Ավագանու կոմունիստական կուսակցություն խմբակցությունը դիմել է Հայաստանում հավատարմագրված 25 երկրների դեսպաններին, պնդելով, թե Հայաստանի իշխանությունները վերջին օրերին առավել հետևողականորեն քաղաքական հաշվեհարդար եւ հետապնդում են իրականացնում Վարդան Ղուկասյանի նկատմամբ։ Քաղաքական հալածանքն առավել թեժացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գյումրու քաղաքապետի նկատմամբ քաղաքական բռնաճնշումներ իրականացնելու հրապարակային հրահանգով։ Այն տրվեց Հայաստանի ազգային ժողովի ամբիոնից։ ՀՀ վարչապետը բառացիորեն հայտարարեց, որ Գյումրու քաղաքապետին պետք է դուրս շպրտել հանրային եւ քաղաքական դաշտից, ինչը նշանակում է կյանքի ֆիզիկական գոյության նկատմամբ սպառնալիք։ Երեք այն բանից հետո, երբ պարեկները փորձել էին Տուգանային հրապարակ տանել իր զրահապատ մեքենան, այս նույնը Վարդան Ղուկասյանն էր պնդում։ Հանրային դաշտից դուրս շպրտել նշանակում է կյանքից զրկել։ Կյանքից զրկել։ Պետք է ինքը բացատրություն տա, թե ինչ ի նկատի ուներ։ Վարչապետը խորհրդարանի ամբիոնից Ղուկասյանի մասին խոսելիս նշել էր նաև, թե ինչ ճանապարհով է տեսնում նրան դուրս շպրտելը։ Ինչպես քաղաքական մեթոդներով եւ բոլոր այն մեթոդներով, որոնք կարելի է կիրառելի է ժողովրդավարական երկրում, եւ ես համոզված եմ, որ դա տեղի կունենա։ Բայց Ղուկասյանն ու իրեն առաջադրած կոմկուսը վստահ են, որ ընդդիմադիր համայնքապետի կյանքին վտանգ է սպառնում։ Սա խոսքի, մտքի, այլախոհության դեմ տարվող հետևողական քաղաքականություն է ժողովրդավարության անվան տակ։ Փարաքար համայնքի վերջերս սպանված ղեկավարի ճակատագիրը սպառնում է եւ ազդակ է բոլոր ընդդիմադիր քաղաքապետներին։ Գյումրիի Ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն արձագանքելով դեսպաններին դիմելու քայլին, սա դրսից մարդ բերել է որակել։ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանն այդպես էլ չկարողացավ համակերպվել այն անհերքելի պարզ ճշմարտության հետ, որ Հայաստանի Հանրապետությունն օրենքի երկիր է, ինքնիշխան եւ որ դրսից մեր երկրի վրա մարդ բերելու իր իմացած ձևերը վաղուց տեղ չունեն մեր երկրում։ Իսկ պնդմանը, թե Փարաքարի սպանված ընդդիմադիր համայնքապետի ճակատագիրը նաև մյուս ընդդիմադիր համայնքապետերին է սպառնում, ՔՊ-ից արձագանքել են։ Փարաքարի համայնքապետի սպանությունը շահարկել է երկու ընտանիքների դժբախտությունը քաղաքական նպատակներով օգտագործելն ու սպանությունը գործող իշխանության հետ կապելն առնվազն անբարոյականություն է։ ԿՊ խմբակցությունը հիշեցնում է, որ Գյումրիի քաղաքապետի ու որդու նկատմամբ քրեական վարույթները հարուցվել էին մինչ Ղուկասյանի քաղաքական հայտ ներկայացնելը, ու որպես քաղաքալացյալ ներկայացող Ղուկասյանին խորհուրդ են տալիս ազնիվ լինել։ Ավագանու կոմունիստական խմբակցությունը երկրորդ անգամ է հայտարարություն տարածում, երկուսն էլ Գյումրիի քաղաքապետարանի Facebook-յան էջում։ ԿՊ-ից նկատել են այն Վարդան Ղուկասյանի անձնական կամ Հայաստանի կոմունիստական կուսակցության սեփական Facebook-յան էջը չէ։ Իսկ Վարդան Ղուկասյանը երեք չէր բացառում, որ եթե ճնշումները շարունակվեն, նաև քաղաքական ապաստան խնդրի։ Միակ ընդդիմադիր մարդկանց քաղաքապետերից մեկը ելնի հայտարարություն անի, որ մենք կարող է եւ քաղաքական ապաստան ուզենք մնացած երկրներից։ Դե էր ցկտումը բան։ Ղուկասյանի ու իշխանության հակասությունները վերջերս առավել սրվեցին, երբ Գյումրիի քաղաքապետը պնդեց, թե Հայաստանը տեսնում է Ռուսաստանի հետ դաշինքում։ Հայոց պետականությունը պահելու համար, այո, մենք պետք է մտնենք որևիցե մի միության մեջ։ Ոչ այն սկզբունքով, որ դառնանք գուբերնիա։ Ով է ասել, որ ես ասել եմ գուբերնիա։
Իշխանականները հաստատակամ են քրեական գործով մեղադրյալ Ղուկասյանին հեռացնելու իրենց հայտարարություններում, բայց չեն բացահայտում, թե ինչպես են դա անելու։ Ինքը Ղուկասյանը, որ հիմա քրգործով բացակայելու արգելք ունի, կարծում է, որ իրեն ի վերջո կկալանավորեն։ Փարաքարի ընդդիմադիր համայնքապետի սպանությունից հետո վարչապետը նաև հարց էր բարձրացրել, թե ինչու չէր կանխվել արյունահեղությունը։ Բոլորը գիտեին, որ գյուղում խնդիր կա, բայց սպանությունը բացահայտած համարելով իրավապահները այդ թեմային կարծես չանդրադարձան, Նիկոլ Փաշինյանն այսօր քննչական կոմիտեում էր։ Ընդհանրապես Հայաստանում հանցավորության մակարդակը այդ շատ լուրջ խնդիր է, առավել եւս բռնությամբ կատարված հանցագործությունները ամեն կրակոց, ամեն քաղաքացի ի վերջո զգում է, որ դա կրակել են իր վրա։ Երկրում կրիմինալ մթնոլորտի բարձր մակարդակը վարչապետ Փաշինյանին էլ է անհանգստացնում, ինչն այնպես չեն անում, որ ահավոր դեպքեր են լինում։ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա նիստում քննիչներին դիմեց Փաշինյանը։ Վերջերս շատ ահավոր դեպք տեղի ունեցավ։ Նույն Փարաքարի դեպքերը, Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի սպանության դեպքը։ Առաջին հարցն է նա, որտեղ է բաց թողումը։ Ինչ պետք է այլ կերպ լիներ, որ այդ ամեն ինչը տեղի չունենա։ Առաջին բանը, որ պետք է անի վերադասը, իրավապահ համակարգի տեսնել, դա հնարավոր է կանխել, թե ոչ։ Ես դեռ վստահեցնում եմ, եթե կատարվեն աշխատանքը, որի մասին ես ձեզ ասում եմ, այո, դա հնարավոր է։ Հիմա էլ է հնարավոր ստեղ արյուն թափվի։ Ակնհայտ է, չէ՞ որ կակերը չեն անդրադառնում։ Ոստիկանության օպերատիվ շտաբի նախկին պետ Հովհաննես Քոչարյանը, որ Փաշինյանի կառավարության օրոքել փոխոստիկանապետն էր, հարցնում է, իսկ ինչ են արել հանցագործությունը կանխելու ուղղությամբ։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյան ասում է, քաղաքական իշխանությունը իրավապահներից հաշվետվություն չի պահանջում, չեն էլ ստուգում, իրենց թվերը նկարած են, թե իրականությունն են։ Պետությունը համապատասխան մարմիններին ոչ հանձնարարական է տալի, ոչ հետաքրքրված է, ոչ շահագրգռված է, ոչ էլ հաշվետվություն է ուզում, թե կոնկրետ հանցագործների կանխման ուղղությամբ իրավապահ մարմիններն ինչ արեն, եւ որևէ մեկը չի էլ ստուգում այդ կանխման աշխատանքն իրական արդյունավետ է, թե թվերի նկարչությունը։ Պետք է պահանջի քաղաքական իշխանությունը, իշխանակիրը, այդ ներքին գործերի նախարարությունը բան չի համար ստեղծվել, որ դառնա ոստիկանապետ գնա դեպքի վայրից դրություն անի, կամ խորհրդակցություն, օպերատիվ։ Այդ ներքին գործերի նախարարությունը դրա համար է ստեղծվել, որ հանցավորության վիճակի օբյեկտիվ անաչառ անալիզի արդյունքներով քրեաբանական կանխարգելիչ ծրագրեր մշակվելու, բացառակությանը մատուցվել։ Ներքին գործերի նախարարությունը ազատությանն է փոխանցել Փաշինյանի կառավարության օրոք վերջին 6 տարվա սպանությունների վիճակագրությունը։ Պատկերը խայտաբղետ է, թվերը իջնում ու բարձրանում են, նվազման կայուն միտում չկա։ Օրինակ 2020-ին սպանության 50 դեպք է գրանցվել, 21-ին 10-ով աճել է, 2022-ին ու 23-ին համարյա նույնն է, 58-55 դեպք։ Անցած տարի 63 սպանություն է եղել, այս տարի, որ դեռ չի ավարտվել, 46։ Այդ վիճակագրությունը, որը դուք ներկայացնում եք, ոչ մի բանի մասին չի խոսում։ Նախկին փոխոստիկանապետն ասում է, երկրում հանցագործությունների մակարդակը գնահատելիս պետք է հաշվի առնել դեպքերի հնչեղությունը, ոչ թե սոսկ վիճակագրությունը։ Օրինակ, Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի դեպքը։ Քրեական բախումները, բռնի եւ բռնի շահադիտական հանցագործությունները հասարակությանը գնալով ավելի տեսանելի ու անհանգստացնող է դարձնում։ Ավելի ցինիկ, ավելի հանդուգն եւ սենսացիոն իսկական մարտահրավեր է պետության ներքին ինքնորոշմանը։ Հասկանում եք, սա ես տեսնում եմ, որ ինչ-որ բան փոխվել է։ Երբեմն լինում են իրադարձություններ, դեպքեր, որոնք ուղղակի հուսահատության են հասցնում եւ դու ինքդ քեզ հարց ես տալիս, ասում ես, բայց ինչի ասա տեղի են, ինչու է դա տեղի ունենում։ Ինչն ենք մենք սխալ արել, որ դա տեղի է ունեցել։ Իրավապահ համակարգը կենտրոնացած է առաջնահերթությունը, այսպես ասած, քաղաքական այդ հավաքներն են, չգիտեմ, այդ դատական պրոցեսներն են, որտեղ իրենք ավելի զգոն են։ Փաշինյանի հարցի պատասխանը ենթադրում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Իրավապահ համակարգի առաջնահերթությունը քաղաքականությունն է, ոչ թե կրիմինալի դեմ պայքարը։ Գիտեք ինչ, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է կառավարությունը ես եմ, եւ որևէ մեկը չի կարող իրեն հակադրվել եւ մենք տեսնում ենք իր քաղաքական այդ ուղղորդումը ընդհանրապես դու հասկանում ես որ ոստիկանությունը եւս ուղղորդված է ավելի շատ քաղաքական հանգամանքների process-ների վրա քան այն ինչ որ պետք է ինքան իրականում կատարի այս պատկերը
մարդկանց բռնությունների, սպանությունների, սա վտանգավոր է ուղղակի։ Ռոբերտ Քոչարյանին արձագանքում են իշխանությունից։ Երեքնամիջանցք էր անվանել Թրամփի ուղին, պնդելով, որ Վաշինգտոնյան համաձայնագրերով Հայաստանը որևէ բան չի ստացել, փոխարենը շահել են Ադրբեջանն ու Միացյալ Նահանգները։ Օգոստոսի 8-ից ամեն օր քաղաքացիներին փորձում են համոզել, որ չկա խաղաղություն, որ ոչ մի բան Հայաստանի ձեռք չի բերել, որ ամեն ինչ վատ է, շատ վատ է։ Բայց քաղաքացիները իրենք ապրում են, իրենք տեսնում են իրենց համար լավ է, թե վատ է, սա խաղաղություն է, թե պատերազմ է։ Ինչ վերաբերում է սրան։ Ինչ վերաբերում է իր ասած այլընտրանքային ճանապարհ առաջարկելուն, ուզում նաև մեջբերել Ռոբերտ Քոչարյանին։ Քոչարյանն ասում էր, որ մենք ուրեմն Թրամփին կառաջարկենք ավելի մեծ ճանապարհ, այդ ավելի մեծ ճանապարհը ինքը կընդունի, որովհետև ինքը սիրում է այդպես մեծ բաներ, ուղիղ ցիտում եմ Ռոբերտ Քոչարյանին, եւ սա Ալիևին ձեռք չի տա եւ Ալիևը ինքը կչեղարկի ուրեմն ենթակառուցվածքների բացումը։ Այսինքն ուզում է ասել, որ մենք ինչ որ մի հատ բան քայլ անենք, որը կստիպի Ադրբեջանին ինքը հրաժարվի ենթակառուցվածքի ապաշրջափակումից, ոչ թե մենք դա անենք։ Այսինքն իր տեսած սցենարները Ռոբերտ Քոչարյանը իմաստը եւ վերջնանպատակն այն է, որ իրականում չբացվի ենթակառուցվածք Ադրբեջանի հետ։ Սա ուղիղ մեջբերեմ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից։ Լրատվական կենտրոնն է եթերում, օրվա լուրերի համար բաժանորդագրվեք նաև Ազատության էջին Տելեգրամում, իսկ թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Մայրաթոռը վաղը քննելու է եկեղեցու վերնախավին քննադատած 3 քահանաների վարքը։ Ֆրանսիայում ներքաղաքական ճգնաժամը գուցե հանգեցնի ոչ միայն արտահերթ խորհրդարանական, այլև նախագահական ընտրությունների։ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարությանը, ըստ Մայրաթոռի քննարկվել են հայրենազրկված արցախցիների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման եւ նրանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր, կարևորվել են միջազգային հարթակներում համատեղ քայլերը ռազմագերիների ազատ արձակման նպատակով։ Իսկ վաղը Մայրաթոռը կքննի եկեղեցու վերնախավին քննադատած 3 քահանաների վարքը, նրանցից մեկն անգամ հանրայինի եթեր էր հասել։ Եկեղեցում տեսնում են կապը կաթողիկոսի դեմ Փաշինյանի սկսած արշավի հետ, բայց դա դեռ չի նշանակում, որ երիտասարդ հոգևորականներին կարգալույծ կանեն։ Վաղը Մայրաթոռի կարգապահական հանձնախումբը քննարկելու է ներեկեղեցական բարքերը հրապարակային քննադատած 3 քահանաների հարցը։ Հանձնախմբի անդամներից Հովնան եպիսկոպոս Հակոբյանը տեղեկացրեց, թե մերից են ստացել այս քահանաների վարքը քննելու խնդրագիր։ Կարգապահական հանձնախումբը այն չէ, որ միայն կարգալույծ անել։ Ընդհակառակը կարող է այդ հարցը շփվել, մարդը զգալի սխալը կամ թյուրիմացություն է եղել, ժամանակ է տրվում այդ մարդուն։ Ըստ պիտի լինենք, որ իրանք իրենց ծրտի կամքն են արտահայտել, թե իրենց ստիպել են։ Առաջին նիստին քահանաները չեն հրավիրվի, բայց հետո կլսենք նրանց, տեղեկացրեց Հովնան Սրբազանը։ 3 քահանաներից 2-ը Տեր Արամն ու Տեր Թադեն նույն Արագածոտնի թեմում են ծառայում։ Հովանավանքի քահանա Տեր Արամը առաջինն էր, որ գրեց, թե եկեղեցում կանոնի փոխարեն կամայական լկտիություն է տիրում, զազրելի բարքեր։ Նրան հաջորդեց Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադեն։ Նա էլ հայտարարեց, միանում է քահանա եղբոր Արդար ձայնին էլ չի կարող լռել։ Եվ երրորդը Տեր Տարոն քահանա Հունանյանն էր, մեջբերում նրա սոցցանցային գրառումից։ Եկեղեցու ներսում ներքին կարգ ու կանոնի շղարշի ներքո անտեսվում է քրիստոնեության բուն առաքելությունը, երբ Աստծո խոսքի փոխարեն բարձրանում են քաղաքական տեքստեր, մեղադրանքներ, սպառնալիքներ, դատապարտումներ, իսկ Աստծո սիրո փոխարեն գործում է կանոնական հիմքի ձուրկ, վարչական սառնասիրտ անտարբերություն։ Տեր Տարոնի վարքը քննարկելու առաջարկ Մայրաթոռ ուղարկել այս քննադատությունից շատ առաջ, ասաց Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Հայր Սամվելը։ Տավուշի թեմում 2022 թվականից ծառայության պիտի լինի եւ ծառայության չի։ Կարճ ժամանակով սկզբում հնարավորություն տվեցինք, որ գնար, գար, հանդիպեր, խոսեր, հետո անհայտացավ ու անհայտացավ։ Ըստ Սամվել Վարդապետի այս քահանան վեհապարի որոշման Փաղարծինի վանքում պիտի լիներ, հետո Իջևանի եկեղեցում, բայց ուխտադրուժ կերպով լքել է ծառայության վայրը։ Մենք ուխտ ունենք, պարտավոր ենք, որ մեր ծառայության վայրերը չլքել, անգամ եթե պատերազմական իրավիճակ է լինի։
Պիտի խոսենք այն մասին։ Տեր Տարոն Քահանան Հայաստանում չէ, նա հեռախոսով բացատրեց, թե ինչու չի ծառայում Տավուշի թեմում իր նշանակման վայրում։ Ես արձակուրդ գնալուց առաջ իմ թեմի առաջնորդին, որը որ եղել է Բագրատ Սրբազանը, իմ թեմի առաջնորդից ստացել եմ անժամկետ արձակուրդ հատուկ առաքելությամբ, որը դեռ ավարտված չէ։ Ընտանեկան կացությունից ելնելով։ Առասարակ, այո, անձնական գործերով։ Հիմա ծնողներիս հետ կապված, ընտանիքիս հետ կապված։ Եվ բանավոր է եղել, համաձայնությունը բանավոր է եղել։ Լավ գիտեմ։ Այո, բանավոր է եղել, հետագայում գրելու համար, հետագայում էլ ես գրել եմ զեկուցակի տեսք։ Տեր Տարոնը չի համարում, որ լքել է քահանայության վայրը, ինքը քահանա է ամենուր, ուղղակի անժամկետ արձակուրդում է։ Եթե հանձնախմբում կարգալուծության որոշում էլ լինի, ոչինչ։ Ինչ ուզում են թողանեն։ Որևէ օծյալ հոգեվարականի օծումը չի ջնջվում։ Տավուշի թեմի առաջնորդական փոխանորդը շեշտում է քահանան ճշմարտությունից, արդարությունից է խոսում Facebook-ում, բայց իրականում առանց հոգևոր խնամքի է թողել իրեն վստահված համայնքների բնակիչներին։ Կարծում է նրա հարցը ոչ թե վաղ, այլ ավելի շուտ պիտի քննարկվեր։ Եկեղեցու ղեկավարները սկսում են հեռանալ սեփական որդիներից, իսկ որդիները հիասթափվում եկեղեցու ղեկավարներից։ Տեր Տարոնը սեփական գրառումից մեջբերմամբ է պատասխանում։ Նա Տեր Արամի ու Տեր Թադեի ընկերն է, արդյոք եկեղեցական վերնախավին ուղված քննադատությամբ միանում են Նիկոլ Փաշինյանի հակակաթողիկոսական արշավին։ Ճիշտ է, ես գրել եմ, որ եկել է խոսելու ժամանակը եւ ես կխոսեմ, բայց առայժմ ինչպես իմ տերար ընկերները առայժմ ես էլ չեմ ուզում խոսել։ Կգա ժամանակը եւ կխոսենք։ Մենք կասենք մեր ասելիքը։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասելիքն ասել է շուրջ 5 ամիս առաջ վեհարանը վեհափարից պիտի ազատի։ Այդ գործը սակայն ձգձգվում է, էջմիածնում Փաշինյանի ծրագրած հոգևոր հավաքը նույնպես չի կայացել։ Որ իշխանությունը վեհարանի ազատագրական պայքարը չի ընդհատելու, վարչապետ Փաշինյանը հասկացնում է գրեթե ամենօրյա ռեժիմով։ Այսօրվան նորինակ նրա բարի լույսի երգն էր։ Ոչ եկեղեցին, ոչ պանդոկը, ոչինչ սուրբ չէ։ Ничего не ребята, нет, ребята, все не так, ребята. Վարչապետի հայտարարության հետքերով, թե հանրային արձագանքից է վախենում չբարձրացնելով պետական ծառայողների աշխատավարձը։ Ընդդիմադիրները հիշեցնում են, պաշտոնավարման 5-րդ տարին ավարտվում է, կատարված չէ թոշակն ու նվազագույն աշխատավարձը խոստացածի չափ հասցնելու խոստումը։ Վախենում ենք։ Նիկոլ Փաշինյանը, որ իշխանության գալուց անմիջապես հետո եռապատկեց նախարարների ու փոխնախարարների աշխատավարձը, պետական համակարգի միջին ու ցածր օղակների աշխատավարձը վախենում է բարձրացնել, վախենում է, որ հանրությունն իրեն կհայոյի։ Վախենում ենք, որովհետև նոր առիթ ենք տալու, որ ասենք Հայաստանի ակտիվ հանրության 97%-ը իր իմացած բոլոր հայհոյանքները ուղղի մեր հասցեին։ Վարչապետն իր վախերի մասին խոսել է IT ոլորտի մասնագետների հետ հանդիպման ժամանակ։ Պետական ծառայողների աշխատավարձը բարձրացնելու որոշում ունեն, հիմնավորումն էլ, որ պետականում աշխատանքը մրցունակ չէ, լավ կադրերը նախընտրում են մասնավորը, բայց կառավարությունը չի համարձակվում որոշման մասին բարձրաձայնել։ Գիտեք ինչքան քննարկում ենք այդ որոշումը, որը մենք մեր մեջ կայացրել ենք, բայց ինչի չենք բարձրաձայնում այդ որոշման մասին։ Ասեմ ինչի չենք բարձրաձայնում։ Վախենում ենք։ Ես չեմ կարծում, որ ինչ-որ իշխանության ներկայացուցիչ վախենում է ինչ-որ ժողովրդի կարծիքից կամ իր արտահայտություններից, չգիտեմ։ Եթե ժողովուրդը եմեկը ես եմ, ինձ հարցրի, ասեմ չէ, ինքը չի անելու, անելու է, իրանք ոնց որոշեն, պես են անելու, ինչ տարբերություն։ Եթե ուզենա բարձրացնի, կբարձրացնի, ոչ էլ կհարցնի։ Հանրության մաս կազմող այս մարդիկ չեն հավատում, որ Նիկոլ Փաշինյանին կանգնեցնում է ժողովրդի կարծիքը։ Երբ է այդ կարծիքից վախեցել, որ հիմա հապաղում են, հարցնում էին նրանք։ Այդ որ մի կարևոր մեր համար գոյաբանական առանց կանդիսացող որոշումն է ինքը հարցնելով արել։ Ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանին էլ է անակնկալի բերել Փաշինյանի խոստովանությունը։ Հաջորդ տարվա ընտրություններին ակտիվ պատրաստվող վարչապետը նախընտրական խոստում է տվել շուրջ 200,000 պետական ծառայողի, ասում է պատգամավորն ու նրա վախը որակում նախընտրական պոպուլիզմ։ Եվ մենք այսպիսի պոպուլիստական դրսևորումների ականատեսն ենք լինելու, այսպես թռիչքաձև։ Եռագույնով զարդարված մուրճով քաղաքացիներին բարեկեցություն խոստացող Փաշինյանը ումից է վախենում, իսկ գուցե բյուջեն չի ներում դրա համար, հարցնում է Թադևոս Ավետիսյանը։ Իշխող ուժը նվազագույն թոշակն ու աշխատավարձն էլ չկարողացավ
հասցնել իր խոստացած չափին, շեշտում է պատգամավորը։ Դուք խոստացել էիք նաև նվազագույն աշխատավարձը դարձնել 85,000 դրամ։ Ես փնտրում եմ հաջորդ տարվա պետական բյուջեում ձեր վերջին տարվա հուսանք պետական բյուջենա, չեմ գտնում։ Կառավարությունը խոստացել էր միջին թոշակի չափը մինչև 2026 թվականը հասցնել նվազագույն սպառողական զամբյուղի շեմին։ Չեն կարողացել։ Նվազագույն սպառողական զամբյուղը աճել է 35%-ով, իսկ միջին կենսաթոշակը 20%-ով։ Համեմատում են դիմադիր պատգամավորը, եթե Փաշինյանը պետական ծառայողների աշխատավարձը բարձրացնի, նրան թոշակառուները կթիրախավորեն, ասում է Փաշինյանին դիմախոսն ու եզրահանգում։ Ոչ թե հանրային կարծիքից է վախենում, այլ չկատարված խոստումների պատճառով վստահության կորստից։ Հայաստան խմբակցության պատգամավորի տպավորությամբ Փաշինյանին պետք էր, որ ընտրություններից առաջ այսպիսի ցանկություն հայտներ։ Խոստանում էր բարձրացնել, որ մեզ քվե կտակ, այ տեսեք ձեր աշխատավարձն է կբարձրացնեմ։ Բայց ես վստահ եմ, որ պետական մտածելակերպով պաշտոնատար անձինք նաև միջին օղակներում այս 7 տարվա ընթացքում այդ ամեն ինչը, այս կառավարման գլոբալ ձախողումը ամենալավ իրենք են տեսել, իրենք իրենց մաշկի վրա զգացել են եւ վստահ եմ, որ նաեւ իրենց խոսքն են ասելու, երբ որ գա ընտրություններ, անկախ այս խապկանքներից, ցույց խոստումներից։ Հայաստան խմբակցության պատգամավորը կողմ է, որ պետական ծառայողների աշխատավարձը վերանայեն, հատկապես այն բանից հետո, երբ Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո նախարարների աշխատավարձը 1,5 միլիոն դարձրեց, փոխնախարարներինը 1 միլիոն։ Դե թոշակառուների երկար ժամանակ է շատ, որ չեն բարձրացրել, ինձ թվում է իհարկե ժամանակն է բարձրացնելու։ Հանրային հայհոյանքից վախեցող Փաշինյանին այս քաղաքացին առաջարկում է խիզախել, պետական ծառայողների աշխատավարձից բացի թոշակներն էլ բարձրացնել։ Միջազգային լրահոսից Ֆրանսիայում ներքաղաքական լարվածությունը խորանում է, բացառված չէ, որ դրությունը չփրկեն անգամ արտահերթ խորհրդարանական ընտրությունները եւ նախագահ Մակրոնը ավարտին չհասցնի պաշտոնավարման երկրորդ ժամկետը։ Merci à toutes et à tous. Je vous remercie. Արդյոք անխուսափելի են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Վերջին 2 օրերին վարչապետ Սեբաստիան Լեկորնյուի անակնկալ հրաժարականից հետո ամենից հաճախ հնչող հարցը Ֆրանսիայում հենց սա է։ Նախագահ Էմանուել Մակրոնն արդեն 3-րդ օրն է, ինչ կառավարական ճգնաժամը հաղթահարելու հուսահատ փորձեր է ձեռնարկում։ Նրա վերջին հույսը հրաժարական ներկայացրած վարչապետն է, որին Մակրոնը խնդրել է պաշտոնը լքելուց առաջ քաղաքական խորհրդակցություններ անցկացնել։ Այն հույսով, որ դրանց ընթացքում գուցե հնարավոր կլինի ինչ-որ լուծում գտնել։ Սեբաստիան Լեկորնյուն այսօր ամփոփեց այդ խորհրդակցությունների առաջին արդյունքները զգուշավոր լավատեսական տոնայնությամբ։ Bonjour à toutes et à tous. Merci d'avoir répondu présent pour Որոշակի դերական զարգացումներ առկա են, մասնավորաբար այն բոլոր քաղաքական ուժերը, որոնց ղեկավարների հետ ես հանդիպել եմ 3, միակարծիք են։ Ֆրանսիայի նոր բյուջեն պետք է հաստատվի մինչև դեկտեմբերի 31-ը։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս որոշակիորեն հետաձգել խորհրդարանի լուծարման հեռանկարը։ Partisan sur lequel je ne reviendrai pas et pour lequel j'ai accepté. Չնայած հրաժարական ներկայացրած, բայց դեռևս պաշտոնավարող վարչապետի այս պնդումներին ֆրանսիական մամուլում տեղեկություններ կան, որոնց համաձայն Ելիսեյան պալատն արդեն իսկ տեղական իշխանությունների ղեկավարներին, պրեֆեկտներին հանձնարարել է պատրաստ լինել նոյեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման։ Այս տեղեկությունների համաձայն ընտրությունների առաջին փուլը կարող է նշանակվել նոյեմբերի 16-ին, երկրորդը դրանից 1 շաբաթ անց 23-ին։ Քաղաքական դաշտի մի զգալի հատվածի համոզմամբ էլ ճգնաժամը երկրում այն աստիճան է խորացել, որ հանգուցալուծումը կարող են լինել ոչ թե նոր խորհրդարանական, այլ նախագահական ընտրություններն։ Այս մասին խոսում են անգամ Մակրոնի երբեմնի թիմակիցները։ Նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպն օրինակ վստահ է, ներքաղաքական ճգնաժամը պետք է հաղթահարվի 2 փուլով՝ նախ 2026 թվականի բյուջեի հաստատում, ապա նոր համապետական ընտրություններ։ Je ne suis pas pour cette démission immédiate. Ես նախագահի անհապաղ եւ պարտադրված հրաժարականին դեմ եմ, դա կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ, բայց ես կարծում եմ, որ Մակրոնը պետք է նախաձեռնություն ցուցաբերի եւ պատվաբեր մի քայլի գնա։ Նախ եւ առաջ նոր վարչապետ նշանակի, որի գլխավոր գործը պետք է դառնա նոր բյուջեի ընդունումը։ Իսկ բյուջեի ընդունումից անմիջապես հետո նախագահը պետք է հրաժարական տա։ D'exécuter les affaires courantes et de construire un budget.
Բայց նույնիսկ Մակրոնի աջակիցները վստահ չեն, որ նախագահը կդիմի առաջին հայացքից խիստ տրամաբանական թվացող այս քայլերին։ 2024-ի հունվարից սեպտեմբեր ամիսներին վարչապետ աշխատած նախագահի թիմակից Գաբրիել Ատալն առաջինն էր, որ համարձակվեց հրապարակայնորեն քննադատել Մակրոնի կայացրած որոշումները։ Կասկած չկա, որ երկիրը բավականին ծանր վիճակում է հայտնվել, եւ եթե անկեղծ լինեմ, ապա պետք է խոստովանեմ, որ հանրապետության նախագահի կայացրած որոշումներն ինձ համար այլևս հասկանալի չեն։ Դատելով վերջին օրերին Ֆրանսիայում անցկացված սոցհարցումների արդյունքներից երկրի բնակչության մեծ մասը եւս չի հասկանում, թե որն է Էմանուել Մակրոնի վերջնական նպատակը։ Ֆիգարո պարբերականի պատվերով անցկացված հետազոտության համաձայն ֆրանսիացիների 70%-ը կողմ է Մակրոնի հրաժարականին, հարցվածների 57%-ը վստահ է ներքաղաքական ճգնաժամի գլխավոր մեղավորը հենց Ֆրանսիայի նախագահն է։ Սոցիոլոգների պնդմամբ նախագահական նոր ընտրությունների կողմնակիցները գերակշռում են թե ձախերի եւ թե աչերի շրջանում։ Բնակչության 80%-ը վստահ է վերջին 2 տարիներին արդեն 5-րդ վարչապետի հրաժարականից հետո արմատական լուծումներ են անհրաժեշտ, նշում են հետազոտության հեղինակներն արձանագրելով, որ հարցվածների միայն 20%-ն է, որ արտահայտվում է ճգնաժամի հաղթահարման ավելի մեղմ տարբերակի, նոր վարչապետի նշանակման եւ նոր նախարարական կաբինետի ձևավորման օգտին։ Բայց անգամ եթե հնարավոր լինի նոր կառավարություն ձևավորել, չկա որևէ երաշխիք, որ այն վստահության քվե խորհրդարանում։ Ֆրանսիայի ազգային ժողովում խոշորագույն խմբակցություն ունեցող ուժի ազգային միավորման նախագահ Մարին Լե Պենն ըստ Ֆրանս պրես գործակալության այսօր զգուշացրել է Մակրոնի կողմից առաջադրված վարչապետի որևէ թեկնածու իր ղեկավարած կուսակցության падգամավորների քվեները չի ստանա։ Ինչպես են Մակրոնն ու Լեկորնյուն պատկերացնում ելքը ստեղծված փակուղուց, չի բացառվում, որ այս հարցի պատասխանը հնչի արդեն մի քանի ժամից այսօր, երբ Երևանում արդեն ուշ երեկո կլինի, Ֆրանսիայի հեռացող, բայց դեռ վերջնականապես չհեռացած վարչապետ Լեկորնյուն հյուրընկալվելու է Ֆրանս 2 հեռուստաընկերության եթերում։ Միջազգային լրահոսից Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնացույ Սթիվ Ուիթքոֆն ու նախագահ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները այսօր Եգիպտոսում մասնակցում են Իսրայելի ու Համասի միջև բանակցություններին։ Մինչ այդ Համասը ներկայացրել է իսրայելցի գերիների եւ պաղեստինյան բանտարկյալների ցուցակը, որոնք ազատ կարձակվեն փոխանակման գործարքի շրջանակում։ Դոնալդ Թրամփի 20 կետանոց ծրագրով բոլոր պատանդների ազատումից 72 ժամ անց Իսրայելը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները, աստիճանաբար զորքը դուրս բերի Գազայից, իսկ ահաբեկչական ճանաչված Համասը զինաթափվի։ Գազայում խաղաղություն հաստատելու բանակցությունները կարծես երկրորդ պլան են մղել ուկրաինական ճգնաժամը հաղթահարելու ամերիկյան ջանքերը, այս ընթացքում Ռուսաստանը բարձրանում է առաջնագծում հաջողություններով։ Այս տարի ռուսական զորքն Ուկրաինայում մոտ 5000 քառակուսի կիլոմետր տարածք եւ 212 բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ։ Երկրի բարձրագույն ռազմական հրամանատարության հետ խորհրդակցությանը հայտարարել է Ռուսաստանի նախագահը։ Վլադիմիր Պուտինը պնդել է, որ մարտի դաշտում ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ մնում է ռուսական զորքի ձեռքում, ինչում վճռորոշ դեր են խաղում թե ռուս զինվորներն ու սպաները, թե ռազմաարդյունաբերական համալիրը։ Противник, несмотря на попытки упорного сопротивления, Հակառակորդը չնայած դիմադրության համար փորձերին նահանջում է շփման գծի ողջ երկայնքով։ Կիևի ռեժիմը ձգտելով իր արևմտյան հովանավորներին ինչ-որ հաջողություններ ցույց տալ, փորձում է հարվածել Ռուսաստանի խորքերին, լիովին խաղաղ թիրախներին։ Դա նրանց չի օգնի։ Это ему не поможет. Կրեմլի ղեկավարը սակայն չի հստակեցրել, արդյոք գրաված տարածքների մասին թվերը ներառում են Կուրսկի մարզի այն հատվածները, որոնք անցյալ տարի գրավել էր ուկրաինական զորքը, որտեղից նրանց ռուսական զինուժը դուրս է մղել այս գարնանը։ Ուկրաինական Deep State նախագծի տվյալներով ռուսական զորքն այս տարի Ուկրաինայից գրավել է մոտ 3200 քառակուսի կիլոմետր տարածք, այսինքն ավելի պակաս, քան նշել է Պուտինը։ Ռուսաստանի փոխարգործնախարարը հայտարարել է, որ իմպուլսը, որ ուկրաինական հակամարտության կարգավորմանը տրվել էր Ալյասկայում Պուտին-Թրամփ հանդիպմանը, զգալիորեն սպառվել է, ինչի համար մեղադրել է գլխավորապես Եվրոպային։ Սերգեյ Ռյաբկովը նաև ասել է, որ եթե ԱՄՆ-ն Թոմահոկ մեծ հեռահարության հրթիռներ մատակարարի Ուկրաինային, դա իրավիճակի որակական փոփոխության կհանգեցնի։ Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովն էլ սպառնացել է, եթե Վաշինգտոնը Կիևին տրամադրի այդ հրթիռները, ապա ցավոտ պատասխան կստանա։ Մինչ Ռուսաստանի նախագահը պարծենում է գրաված տարածքներով, իսկ ռուս պաշտոնյաները սպառնում, ԱՄՆ նախագահը Կանադայի վարչապետի հետ հանդիպանը կրկին հայտարարել է, որ հիասթափված է Պուտինից եւ հավելել. Ուկրաինայում պատերազմը դադարեցնելը պարզվեց ավելի բարդ է, քան կարծում էր։
Ես լավ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ եւ կարծում եի այս հարցը կարող է լուծվել։ Շատ հիասթափված եմ նրանից, քանզի կարծում էի, որ հեշտ կլինի լուծել այս խնդիրը, բայց պարզվեց, որ այն թերևս ավելի բարդ է, քան մերձավոր արևելքի խնդիրը։ Դոնալդ Թրամփի խոստովանության ֆոնին Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանն իր ստվերային նավատորմի նավթատար նավերն օգտագործում է ոչ միայն պատերազմը ֆինանսավորելու, այլև հետախուզական տվյալներ հավաքելու, Եվրոպայում դիվերսիոն եւ ապակայունացնող գործողություններ իրականացնելու համար։ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ դրա վառապացույցն է վերջերս ռուսական նավթատարներից եվրոպական երկրների ուղղությամբ անօդաչուների արձակումը, ապա հավելել է այս տեղեկությունները փոխանցում են գործընկերներին եւ ակնկալում կոշտ արձագանք։ Важливо, щоб були відчутні кроки партнерів у відповідь Росії. Կարևոր է, որ նրանց արձագանքը Ռուսաստանին իրական լինի։ Մենք շարունակում ենք պնդել, որ պետք է անհապաղ վճռական քայլեր ձեռնարկվեն։ Ռուսները պետք է իմանան, որ աշխարհը նրանց ոչ մի ապակառուցողական գործողություն անպատասխան չի թողնի։ Повинні знати, що жодну їхню деструктивну активність Եվրոպական հանձնաժողովի նախագահն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում Եվրոպայի դեմ, կտրում է ստորջրյա մալուխները, կաթվածահարանում օդանավակայանները, միջամտում ընտրություններին։ Ըստ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այդ ոտնձգությունները համակարգված են իրականացվում։ It is a coherent and escalating campaign to unsettle our citizens. Դա մեր քաղաքացիներին հունից հանելու, մեր վճռականությունը փորձելու, մեր միությունը պառակտելու եւ Ուկրաինային մեր աջակցությունը թույլատնելու հետեւողական արշավ է։ Ժամանակն է այն Իրանունով կոչել։ Սա հիբրիդային պատերազմ է եւ սրան պետք է շատ լուրջ վերաբերվենք։ This is hybrid warfare and we have to take it very serious. Աշխարհի ամենատարեց առաջնորդ Կամերունի 92-ամյա նախագահ Փոլ Բիյան փորձում է եւս մեկ անգամ վերընտրվել։ Երեկ նա մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։ Բիայի կառավարման ավելի քան 40 տարիների ընթացքում Կենտրոնական Աֆրիկայի այս երկիրը արյունալի անջատողական շարժում է տեսել, բախվել համակարգային կոռուպցիայի։ Շուրջ 31 միլիոն բնակչության առնվազն 42%-ն այժմ աղքատության մեջ է, չնայած Կամերունը հարուստ է բնական պաշարներով։ Այսքանը օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին, սոցիալական ցանցերում կհանդիպենք։